դրել միջոց։ Դուք նաև գրառում եք արել, որ պատրաստ եք ստորագրել փաստաթուղթը, դա մեկնաբանությունների տեղիք է տվել, որ պատրաստ եք միակողմանի ստորագրել փաստաթուղթը, այդպես է։ Գիտեք, ես ճիշտն ասած տեսա, որ նման մեկնաբանություններ կան, եւ ճիշտն ասած իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել, ես չգիտեմ նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել, բայց պիտի ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, եւ դեռ պետք է ստուգել այդպիսի բան անել հնարավոր է, թե հնարավոր չի։ Այսինքն դուք պարզապես ձեր պատրաստակամության մասն եք հայտնել։ Հայաստանը պատրաստ է ստորագրել հենց այս բանը։ Տեսեք, խաղաղության համաձայնագիրը ունի երկու կողմ։ Ես էլի եմ ասում, այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգեն, ընդհանրապես տենց պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ։ Իմիջիայլոց նաև շատ քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես պատրաստվում եմ այս հարցնել։ Գոնե ընդդիմադիր падգամավորները ծանոթանան, որոնք նախկինում ունեցել են շատ պարզ պատճառով, որովհետեւ այդ թուղթը ունի երկու տեր։ Լավ։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է, եւ այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր падգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր падգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետեւյալը ասեմ, այո, եթե հետեւյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր падգամավորները, ընդ որում ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին եւ նրանք կարդալուց հետո դուրս են գալիս եւ սկսում են ասուլիստներ տալ, հայտարարություններ տալ փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն այստեղ է վստահության հարց կա։ Կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու, ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ, էս էլ է շատ կարևոր վստահության հարց։ Մենք նախկինում հələ այն ժամանակ, երբ մենք չենք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը։ Պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն այդ փաստաթուղթ այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով, ինչքանով դա հնարավոր է, իմանալով ընդդիմության խոսույթը եւ վերաբերմունքը, մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան եւ դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ եւ կառավարության մտադրությունների հետ եւ տեղի ունենում վստահության խաթարում։ Այսինքն ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը աղավաղելն է խաղաղության գործընթացը եւ նրա էությունը, դա անելու եւս մեկ հնարավորություն ստանան։ Չեք քննարկում